Ինչպես յուրաքանչյուր հաճելի բանից, այնպես էլ ձեռնաշարժությունից այո կարելի է ձեռք բերել կախվածություն։ Սա ոչ մեկին թող տարօրինակ չթվա, իսկապես ձեռնաշարժությունից կարելի է ձեռք բերել կախվածություն։ Տեսեք, մարդիկ կան, իրենք կախվածություն ունեն թմրանյութերից, մարդիկ կան ալկոհոլից, ծխախոտից, խաղերից, խաղամոլություն կա եւ այլն եւ այլն։ Մարդիկ էլ կան աշխարհում, որ կախվածություն ունեն ձեռնաշարժությունից, բայց իրականում ինչպես տարբերակել մարդը կախվածություն ունի ձեռնաշարժությունից, թե ուղղակի կարիքից ելնելով ժամանակ առ ժամանակ իրականացնում է ձեռնաշարժություն, քանի որ սրանք շատ տարբեր բաներ են իրարից եւ պետք է ճիշտ տարբերակել ու հասկանալ, ու այն բոլոր իրավիճակներում, երբ մարդը չունի որևէ խնդիր հոգեբանական, արհեստականորեն նրան չանվանել դու հիվանդ ես, հիվանդություն ունես, կախված ես ձեռնաշարժությունից, գնա բժշկի մոտ եւ բուժվի։ Իրավիճակը միշտ պետք է հաշվի առնել։ Ձեռնաշարժությունից կախվածություն մենք կարող ենք բնորոշել միայն այն պարագաներում, երբ մարդը ունենալով հնարավորություն ապրել լիարժեք սեռական կյանքով, անտեսում է այդ հնարավորությունը եւ ընտրում է դրա փոխարեն ձեռնաշարժության տարբերակը։ Սա լուրջ խնդիր է։ Գալիս են իմ մոտ բազմաթիվ պացիենտներ, տղամարդիկ, ովքեր նշում են էրեկցիայի խնդիր եւ մանրամասն զրույցից պարզվում է, որ էրեկցիայի խնդիրը դրսևորվում է միայն հարաբերությունների ժամանակ եւ պարզվում է, որ շաբաթվա կամ ամսվա կտրվածքով դիտարկված դինամիկայի պարագայում ձեռնաշարժությունները ավելի շատ են լինում, քան իրական հարաբերությունները եւ ձեռնաշարժության պարագայում տղամարդը չի նշում էրեկցիայի խնդիր։ Սա մի իրավիճակ է, որտեղ կարելի է հստակորեն խոսել այն մասին, որ կա ձեռնաշարժությունից կախվածություն։ Ձեռնաշարժությունից կախվածության պատճառներից մեկը սեփական էրոգեն գոտիների, սեփական մարմնի վրա առկա էրոգեն գոտիների մանրամասն ուսումնասիրությունն է, որոնց գրգռումը առաջացնում է ավելի շատ հաճույք, քան իրական հարաբերությունները։ Այս կախվածության պատճառը նաև հանդիսանում է, թե ինչպես է իրականացվում ձեռնաշարժությունը, ինչով է այն ուղեկցվում ֆանտազիաներով, երևակայություններով, պոռնոգրաֆիկ էրոտիկ բնույթի ֆիլմերը դիտելով, թե ինչով։ Ահա եթե այդ ամեն ինչը ուղեկցվում է պոռնոգրաֆիկ էրոտիկ ֆիլմերը դիտելով, որոնք ավելի են ուժեղացնում գրգռականության շեմը, ապա դժվար է լինում այդ ամեն ինչից հրաժարվել, վերադառնալ իրականություն եւ ապրել բավարար եւ լիարժեք սեռական կյանքով։ Սա խնդիր է, որը կա մեր հայ իրականության մեջ։ Սա խնդիր է, որի դեպքում բազմաթիվ ընտանիքներում առաջանում են խնդիրներ։ Դրա համար պետք է երևույթի դեմ ճիշտ պայքար իրականացնել եւ ժամանակին համապատասխան բուժման պարագայում լուծել այս հարցը։